Այս պահին քաղաքապետարանի աշխատակիցները Չարենցի փողոցի այս գետնանցումի աստիճաններն էին մաքրում։ Միայն այն բանից հետո, երբ քաղաքացիներից մեկն հազանգել էր, որ իր աչքի առաջ մի տարեցկին գլորվել, ընկել եւ վնասվածքներ ստացել աստիճանների մերկասառույցի պատճառով։ Սոցիալական ցանցերում բազմաթիվ ահազանգեր կան, որ այս օրերին քաղաքացիներն ընկնում են մերկասառույցի վրա եւ տարբեր տեսակի վնասվածքներ ստանում։ Միայն Իզմիրյան հիվանդանոցում այս օրերի ընթացքում 7 քաղաքացի են ընդունել։ Իսկ սա գետնանցումից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա գտնվող դպրոց տանող աստիճաններ է, որը եւս, ինչպես տեսնում եք, սառցակալել է ամբողջությամբ եւ բարձրանալը եւ իջնելը գրեթե անհնար է։ Առավոտից սոցիալական ցանցերի օգտատերերը կիսվում են Անահիտ Նաղդալյանի գրառմամբ, որով նա օգնություն է հայցում բուժծառայության գումարը վճարելու համար։ Նրա մայրն ընկել է մերկասառույցին ու կոտրվածքներ ստացել։ Այցելել ենք հիվանդանոցներ, տեսեք ինչ խայտառակ վիճակ է։ Բոլոր հարկերի բոլոր կաբինետներում մերկասառույցից կոտրվածքներով ստացած մարդիկ են։ Ով պիտի պատասխան տա այս ամենի համար, գրել է օգտատերը։ Ֆեյսբուքյան իր էջում վնասված ձեռքի լուսանկարն է հրապարակել օգտատեր Թամար Գալստյանը։ Նա հայտնել է, որ օրեր առաջ մայթին ընկել ու կոտրել է ձեռքը։ Օրեր առաջ էլ Երևանում 15-ամյա մի տղա մերկասառույցի վրա սայթաքել, ընկել է Սարած գետնին, կոտրված ապակյա շշերի վրա եւ պատռվածքներով տեղափոխվել հիվանդանոց։ Ով է պատասխանատու Սարած մայթերի, աստիճանների, բակային տարածքների համար։ Քաղաքապետարանից ասում են, այդ տարածքների մաքրելու պատասխանատվությունը համատիրություններին է, իսկ եթե կա տնտեսվարող, ապա յուրաքանչյուրը պարտավոր է մաքրել իրեն հարակից տարածքը։ Քաղաքապետարանին հարցում ենք ուղարկել, պարզելու, թե քանի տնտեսվարողը մինչև հիմա տուգանվել եւ թե ինչ վերահսկողություն է իրականացվում համատիրությունների վրա, որպեսզի նրանք պատշաճ կատարեն իրենց պարտականությունները։ Հարցման պատասխանը դեռ չկա։ Հունվարի 10-ին Երևանում կրկին ձյուն կտեղա։ Քաղաքացիները անհանգստանում են, Սարած մայթերը ձյան եւս մեկ շերտով են ծածկվելու, ել ավելի դժվարացնելով տեղաշարժը քաղաքում։ Ոնց որ քաղաքապետն ասել, մեր բնակլիմայական պայմանները էս են։ Եթե ավելի լավ չեն կարող, ասենք, չի ստացվում, չկա, բայց գոնե ավազն ու բանը պետք է ցանել։ Սահում եմ, ոնց չէ, ես ասենք մի տեղ գնալու համար իմ սովորական ժամից կես ժամ շուտ եմ դուրս գալիս, որ կամաց քայլեմ։ Սա Սարած է, ոչ Աղենցանու, ոչ Ավազ։ Ինչ արեցին աղն ու Ավազը։ Հələ մայթերը նայեք, տեսեք ինչ է։ Գետնանցումում вообще իշն էլ չինում, փողոցով էլ անցնում ես տուգանում են։ Այդ պետք է ընկնեն, մեռնեն, նոր գան մաքրեն։ Մեռնելուց հետո ոչ մեկին է պետք չի մաքրել։ Ավելի վատ տեղ է մնում, մի քիչ վերևի բարձր փողոցը ընդհանրապես մաքրած չի, այնտեղից իջնելը մեծ կատաստրոֆա է ուղղակի։ Դե հաճելի է, որ քայլում ենք բաց լինի, աշխատողը պետք է անի, ինձ թվում է պետք է հետևել ու անեն։